Բարի ողջություն եմ ցանկանում հայերին, սիրելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, երբեք երևի նման կոչ չեմ արել, բայց այս անգամ շատ մեծ խնդրանք ունեմ բոլորին, ովքեր որ կդիտեն այս եթերը, մաքսիմալ պետք է այս եթերը շատ տարածվի, որ հնարավորությունը շատ հասանելի լինի զոհվածների հարազատներին, անհայտ կորածների հարազատներին և վիրավորների հարազատներին։ Հիմա մանրամասնեմ հարցը ինչումն է կայանում։ Շատ լավ գիտեք, ասել եմ դրա մասին ամեն անգամ, որ դիմում էինք ներկայացրել ազգային ժողով, ազգային ժողով էինք ներկայացրել, որ պետք է քննիչ հանձնաժողովի նյութերը հրապարակայնացնեն։ Որի պատասխանը ես իմ էջով հրապարակեցի, դուք տեսաք ինչ անհետեցություն են գրել, որ դա ամենևին էլ քննիչ հանձնաժողովի ներկայացրածը ազգային ժողով դա զեկույց չէ, բա ինչն որ զեկույց չէ, հարցագալի, բա ինչն է գաղտնիացրել, ուղարկե արխիվ, եթե դա զեկույց չէր, կամ եթե զեկույց չէր, բա ինչ էր, Անդրանիկ Քոչարյանի մեմուարներն էր, ինչ էր, 4 տարի, 5 տարի աշխատել է այդ քննիչ հանձնաժողովը, որ քննի ու քննել է, մարդկանց հարց ու փորձ արել, այսինքն բա ինչ է որ, լավ ինչ որ է, մենք սաղսը շատ լավ հասկանում ենք, որ դա անհետետ պատասխանա, տուֆտա պատասխանա, այդ բառը շատ եմ սիրում, էլի շատ եմ ասում։ Ուրեմն դրանից ելնելով մենք պատրաստվում ենք, որ արդեն հեսա մոտորից կներկայացնենք երկրորդ դիմումը, արդեն հղումներով, որ չունեք նման իրավունք եւ դա հանրային հետաքրքրություն առաջացնող թեմա է ու պետքա բոլորն էլ տեղեկանան այդ ամեն ինչի մասին, բոլորն ասելով ի նկատի ունեն առավել եւս առանձնահատուկ այն մարդիկ, ովքեր որ հենց դուժողի իրավաճորտներ են։ Ոստի շատ եմ խնդրում, նորից եմ խնդրում ու քանի անգամ ասել եմ, ելի եմ խնդրում, ժողովուրդ ջան, ծնողներ ջան, ուրեմն մարդկանց մոտ, ժողովրդի մոտ, հանրության մոտ ստեղծվել է նման sense կարծիք ու նրանք արդեն ասում են դրա մասին, ասենք այն լայվերի կոմենտներում երևում է ընդհանուր ինչ-որ մի բան, որ այս հաստը հելավ էլի սկսեց խոսալ, մենակ էսա խոսում, փող վեկալավ սկսավ խոսալ, ուրեմն ժողովուրդ ջան, արեք սես մի հատ բան անենք, էլի ցավները տանեմ, որ այս մարդկանց մեջից էլ այս միտքը ոչնչացնենք, քանի որ իրանց հիմնարկները, իրանց ինստիտուտները 5 տարի, 6 տարի աշխատեցին, որ ծնողների անունը ամեն ձև գցեն, որոշակի չափով ստացվեց, որոշակի չափով չստացվեց, բայց մարդկանց մեջ ես էլ եմ լսել, որ ասենք ասում են ախպեր, մենակ դու ես խոսում, ինչի 1 կամ 2 հոգի, 3 հոգի մաքսիմում, ոչ ավել։ Դրանից ելնելով հիմա sense մի հատ խնդրանքով դիմում եմ ձեզ ծնողներ ջան, նորից եմ շեշտս դնում եմ կոնկրետ զոհվածների հարազատների, անհետ կորածների հարազատների եւ վիրավոր հաշվանդամ դարձած տղեկի հարազատներին։ Ցավները տանեմ։ Վեկալեք ձեր հեռախոսները, կարծում եմ այսօր այդ հեռախոսը խնդիր չի, բոլորդ էլ ունեք, իսկ թվում է բոլորդ եք արում եք դրանով օգտվեք։ Եթե անգամ չեք կարում օգտվեք, գոնե վիդեո անում եք, հեսա կասեմ ինչ վիդեո եք անում։ Դուք ձեր դեմքով, ձեր պահանջը ներկայացնում եք, վիդեո տարբերակով, եթե կարում եք ձեր էջերով տարածեք, մենք կհավաքագրենք այդ ամեն ինչը, սա միտեղ կանենք։ Եթե չէ, անեք ուղարկեք ինձ, մենք կազմակերպենք այդ ամեն ինչը։ Անկախ նրանից, ինչ դուք քաղաքական դիրքորոշում եք, դրա մասին չենք խոսում, նայեք նորից եմ կրկնում, մենք չենք խոսում քաղաքական դիրքորոշումի մասին, մենք խոսում ենք արդարության պահանջի մասին, մեր պահանջը արդարությունն է, մենք այլ բան չենք ուզում, ճիշտ եմ ասում, ճիշտ է ինչ-որ մեկը չկա, չէ՞ որ ասի ես սխալ եմ ասում։ Մեր պահանջը արդարությունն է, մեր պահանջը, որ այդ ամեն ինչը, մեր պահանջը, որ մեր տղեկի արածը չուրանան։ Այսօր տեսնում եք տարբեր տեղեր արդեն էլի այն արշավը էլի սկսեն դպրոցներից, տարբեր տեղերից տղեկի նկարները հանել, ոչնչացնեն, այն իրանց արածը ոչնչացնեն, ուրանում են։ Բայց ես չեմ պատկերացնում ծնող, իրան հարգող ծնող,
իր երեխու արունը չուրացող ծնող, ով ես չեմ կարող պատկերացնել, այդպես ծնող, որ կարա այդ ամեն ինչի հետ համակերպի ու հանգիստ ապրի, այսինքն տղեն գնաց պատերազմ տարան արին մսաղացի բերան կոտորին հերիք չի չեն ուզում պատասխան տան ամենալկտի ձևով, հիմա էլ ուզում են вообще ոչ եղել են, ոչ կան, ոչ եւ այլ, ոչ մի ձևով ոչ հիշատակվի, այսինքն այդ տղեկի այն ամենաթանկը տվածը իրանց կյանքը որ տվին մեր բոլորի համար, մենք պետք է չուրանանք։ Ուրացողի մասին ես ասել եմ, կարծիքս նույնն է մնացել, չի փոխվում։ Ով իր բալի արուն ուրանա, ով իր երեխու արյան իր երեխու տվածի հիմար չեթա, չպահանջի արդարություն, ես ուրիշ բան չեմ ասում պահանջեք։ Մեզ պետք չի ինչ-որ բաներ, մենք չենք էթում տուն, տեղ, չգիտեմ, ավտո, բենզինի չեք ուզում, մենք արդարություն ենք ուզում։ Տվեք մեզ արդարությունը, որ մենք իմանանք ինչ ա եղել, ոնց ա եղել, ով ա մեղավոր, ով չի մեղավոր, դրանից հետո կորոշենք։ Դրա համար ժողովուրդ ջան, ծնողներ ջան, շատ եմ խնդրում, նորից էլի խնդրում եմ ձեզի, այդ ոնց դիմեմ ես ձեզի։ Վիդեո տարբերակ, դուք ելեք ձեր դեմքով ասեք, ես էս ինչան, էս ինչս։ Հերոս էս ինչան, էս ինչի մայրն եմ, քեզ ինչան, էս ինչի հայրն եմ, հաշվանդամ դարձած էս ինչան, էս ինչի եղբայրն եմ, կապ չունի։ Ես պահանջում եմ արդարություն, այդքան բան պետք է ասեք, ավել բան ձեզանից չի պահանջվելու։ Կարծում եմ այդպես բարդ բան չեմ ուզում, յուրաքանչյուր մարդ, ով ունի կորուստ, ով ունի անհետ կորած, ով ունի հաշվանդամ տունը, աղա, դուք պարտավոր եք ձեր ծնողական պարտքը մինչև վերջ կատարելու։ Թողել սենց մնալ ուղղակի անթույլատրելի է։ Ու որ մարդիկ էլ հասկանան վերջապես, որ մենակ Արսենը կամ Հովոն կամ այն մեկը չի խոսացողը։ Սաղն էլ ասում են, սաղն էլ պահանջատեր են։ Ես պահանջելու եմ իմ անունից, ես պահանջելու եմ իմ երեխու պատասխանը ես եմ ստանալու։ Իմ աղբոր զոհվելու պատասխանը ես հիմա առաջի քայլն անում եմ։ Ես Արսեն Ղուկասյանս, լինելով պատերազմում զոհված Արման Ղուկասյանի հարազատ եղբայր եւ 44 օրյայում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր, արդարություն եմ պահանջում, ճշմարտություն եմ պահանջում։ Ու դուք պարտավոր եք ինձ տալ։ Այս նույն բաները կարակ այսպես իմ խոսքը նայեք, գրեք նույնը դուք ասեք։ Ասեք, ձեր էջերով տարածեք։ Չեք կարում այդ էջով տարածել, հոգ չի, ցավները տանեմ, համարասեք գիտեք, իմ այս մեսենջերին ուղարկեք, իմ անձնականին ուղարկեք, մենք այդ ամեն ինչը կկազմակերպենք, մենք ընկերներ ունենք։ Հիմա նոր քիչ առաջ ես Facebook-յան էլ իմ էջով ես կիսվեցի մի երկու ինֆորմացիա, որ արդեն լիքը մարդիկ այս հարցով արդեն հետաքրքրված են, ոչ թե հետաքրքրված են, իրենք միշտ էլ հետաքրքրված են, բայց ոնց որ ասած, այս հարցը մինչև հիմա սենց բարձրաձայնած չի եղել։ Այն մարդիկ, ովքեր որ այն քաղաքական դեմքերը, ովքեր որ ցանկություն ունենան միանալու այս պահանջին, ռադի բոգա, իհարկե ոչ առանց ինչ-որ իրանց քաղաքական դիվիդենտների հիմար, ռադի բոգա, իսկ ով էլ ցանկություն չհայտնի միանա այս պահանջին, ուրեմն ես սենց հրապարակային ասում եմ, ով չմիացավ, առավել ևս ունի պետական ինչ-որ լծակներ կամ ինչ-որ դիրք, պաշտոնական դիրք ու չի միանում, ուրեմն իրա շատ ներողություն խոսքիս համար ոռը քաքոտ է, ուրեմն իրա տակն է կեղտ կա, դրա համար չի ուզում, որ այդ ամեն ինչը բացահայտվի, բայց մենք ծնողներս պահանջում ենք ու պահանջելու ենք մինչև վերջ, բոլորը ու ով ասեցի նորից կցանկանա միանա, մենակ շնորհակալ կլինեմ։ Մենակ շնորհակալ կլինեմ, որ մարդիկ պահանջեն արդարություն, ճշմարտություն, որտեղ արդարության եւ ճշմարտության վրա է մենակ կայուն բան կառուցվում։ Ստի կեղծիկի վրա միշտ էլ ասել եմ, ինչ էլ կառուցեն, սա փլվելու է։
Չեմ ուզում շատ երկար ասեմ, խնդրում եմ տարածեք այս ամեն ինչը, որ ծնողներին հասանելի լինի, ծնողներ ջան, զոհվածների հարազատներ ջան, ցավները տանեմ, հանգարց ձեր մտքով թող չանցնի, որ կարողա դուք ձեր դեմքով երևաք որպես պահանջատեր ու կարա ինչ-որ մեկը, ինչ-որ ասենք այն գումարներին կպնի, դա պետությունը չի տալի, դա հիմնադրամն է տալի, դա տալիս են բոլորը, Էդի եթե տենց ինչ-որ մի ձևով ձեզի էփել են, կերցրել են, որ հանգարց ելնեք խոսակ լպտակ, այդ փողը կդրեն, ոտները սկուտեն, չեն կարա կդրեն։ Էդի միանշանակ հասկացեք, էլի հանգարց չեթակ էլի այդ երկու կապեկին թամա չլնեք, ժողովուրդ, ցավները տանեմ, այդ երեխեքը հավիճ չէին։ Այդ տղեկը ինչ պայմաններով են ինչ արել, ուրանալ է էդի սրբապղծությունը։ Յուրաքանչյուր ծնող գոնե ինքը իր երեխու համար։ Ես իմս պահանջեցի։ Ես ձերը պահանջելու իրավունք չունեմ, ձերը դուք պետք է պահանջեք։ Յուրաքանչյուրը ձեր երեխու, յուրաքանչյուրը ձեր եղբոր, ձեր աղբոր, բոլորի, դուք եք պահանջողը։ Խնդրում եմ միացեք այս ամեն ինչին, խնդրում եմ տարածեք այս ամեն ինչը։ Փորձենք այս մի քանի օրվա ընթացքում մաքսիմալ հրապարակային ձևով այս ամեն ինչը հնչեղություն ստանա, որ մենք կարողանանք վերջապես այս ուռոդների ողնաշարը ջարդենք, որ իրանք էլի չփորձեն մեզի ինչ-որ ձև, որովհետև ինձ ականջիս հասել է, որ ընդդիմության որոշ դեպուտատներ այդ ներկայացրած մեմուարները Անդոյի կարդացել են, տենց ճակերտավոր եմ ասում մեմուարներ, որոց եսի մինչ առանձնապես բան չկա։ Բա որը տենց առանձնապես բան չկար գրած մեջը, կամ չի կարա չլնի, առանձնապես կարևոր բան չկա, որն է 5000 տղու զոհվելու թեմա կա, 10 քանի հազար տղու հաշվանդամ դարձածի թեմա կա, ոնց առանձնապես բան չկա։ Կամ լավ, եթե ձեր ասածով հաշվենք, եթե առանձնապես կարևոր կամ եսի մինչ լուրջ բան չկա, բա գաղտնիության գրիֆը խիք վրենդեր արա։ Կարակ այդ հարցի պատասխանը տակ։ Լուրջ բան չկա անդե։ Բա գաղտնիություն եք դրել վրեն, խեք դրե արա։ Ուրեմն ով միանում է, ով էլ չի միանում, ուրեմն իր ոռը քակոտա ինքն էլ է դավաճան։ Ներողություն եմ խնդրում ես հակահիգիենիկ բառերի համար։ Կարծում եմ այս ամեն ինչս այս կոչս հասավ ում ականջին որ պետքա ու ով էլ պետքա հասկանալու հասկացավ։ Ծնողներ իրավունք չունեք ուրանաք ձեր բալեքին։ Ուրացողը իմ համար անբարոյականի զավակ է, ուրիշ բան չկա, ու ես դա ասում եմ ու ասելու եմ։ Իր երեխու արունը ուրացողը անբարոյական։ Սպասում եմ ձեր արձագանքներին։ Այս ինչ ասեցի, նույնը դուք, բուկվալը 1 րոպե չի քաշելու այդ ամեն ինչը ձեզնից, մի րոպե չի քաշելու։ Ներկայանալու եք ով եք, ներկայանալու ում հարազատն եք, ձեր օրոսի անուն ազգանունն եք հնչեցնելու, ձեր անուն ազգանունն եք հնչեցնելու եւ հրապարակային ձևով, որ դուք պահանջում եք արդարություն, ուրիշ բան չեք պահանջում։ Արդարություն, ճշմարտություն, ուրիշ բան չենք ուզում։ Ու իրանք պարտավոր են դա մեզի ներկայացնելու։ Մնաք բարով, ժողովուրդ ջան, լավ եղեք, խնդրում եմ էսի տարածեք ու մարդկանց մեջ էլ, որ ինչքան արդեն ծնող խոսա, մարդիկ էլ կհասկանան վերջապես, որ մենակ Արսենն ու Հովոն չեն խոսացող։ Սաղն է խոսում են, սաղն է իրանց անունից հելնում են ու արտահայտվում են։ Հելեք ամեն մեկը ձեր երեխու անունից, ձեր պահանջը ներկայացրեք։ Լավ մնացեք, հույսով եմ ես ամեն ինչը հասանելի ասեցին, ու մոտ էլ հարցեր կա, նորից եմ ասում, հոգ չի, կարակ զանգեք, պատասխանեմ մանրակրկիտ ձևով։ Շնորհակալություն, մնաք բարով։